Եզրագծից այն կողմ հայտված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 4 երեխաների հայր, 38-ամյա Արտուր Սարխոսյանը եղբոր գերեզմանին սպանեց կնոջը, 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանին, այնուհետ փորձեց ինքնասպան լինել։ Ցլեր սատանաներ սենց արձակվեցին։ Արտուրի աչքին տեսիլքներ սկսեցին երևալ այն պահից, երբ կորցրեց եղբորը, ով տարիներ առաջ խեղդվել էր հարևան գյուղի լճում լողալիս։ Մի փորձանքին հաջորդեց մյուսը և 7 երեխաների խնամքը մնաց միայն տատի ու պապի կորացած ուսերին։ Ընտանիքում հասունացող վտանգի և միաժամանակ անսպասելի քայլերի զարգացման մասին երկրի գլխավոր թոք շոուի տաղավարում։ Փորձանքը փորձանքի ետևից, կիսաբաց լուսամուտներից ներս։ Մեր գլխավոր հերոսուհին արդեն տաղավարում է, այստեղ է Արտուրի մայրը, Տիկին Ազատուհի Մխիթարյանը։ Բարի երեկո, Տիկին Ազատուհի։ Վերքը շատ թարմ է և ես հասկանում եմ, թե որքան է այն ցավ պատճառելու։ Ես կխնդրեմ կիսաբաց լուսամուտների թիմի անունից, փորձագետների անունից ընդունեք մեր խողերը ցավակցական խոսքերը ձեզ ու ձեր ընտանիքին։ Հուսամ դրանք ձեզ գոնե մի փոքր կմխիթարեն։ Եվ այսպես մինչ խոսքին և գործին անցնելը ես առաջարկում եմ դիտել, թե ինչպես պաշտոնական հայտարարության մեջ հիշատակվեց փետրվարի 15-ի ժամը 23:40-ին տեղի ունեցած դեպքը ոստիկանության հրապարակման մեջ։ Նայեք էկրանին։ Փետրվարի 15-ին Արտուր Սարխոսյանը աներոջ տանն էր կնոջ հետ։ Երեկոյան տուն վերադառնալու համար տաքսի պատվիրեցին իրենց ծանոթ տաքսի ծառայությունից։ Տաքսիստ Նարեկ Գրիգորյանը ոչինչ տարօրինակ չնկատեց, ամեն ինչ խաղաղ էր, բայց ոչ Արտուրի ուղեղում։ Ես իմ աղբերը ոնց մահացել էր, իրան երազից մեջ չեմ տեսել։ Ընդհանրապես չեմ տեսել, դուրս տեսա ուրախացա։ Չհասած հայկավան ինչ-որ ասեց աղբորս գերեզմանից բանը երազումս եկել է, սև շորերս գի դեմքն էլ չտեսա, ասեց խի Արաքսիայի հետ չես գալիս, մի հատ իմ մոտ։ Կինն էլ մեքենայի մեջ ասեց ուշ է Արտուր այս ժամին ուր ես գնալու։ Մի խոսքով ինքն ասեց որ ժամին էլ ուզում ալին, ես պիտի եթամ իմ աղբոր գերեզմանին։ Ապշի չեմ պարում հիշեմ, ինչա կատարել։ Իրանց բերել եմ, իջացրել եմ այստեղ։ Մեքենանն են կարգ եմ կանգնացրել, որ լույսերը մի անգամից ընկնի գերեզմանների վրան։ Կավ ավտոյի դուռը բացեց, բա գնա 10 րոպեից հետո կգաս մեզ տանես։ Հետո գնացի եղբորս մոտ։ Այնտեղ արդեն ցլեր սատանաներ սենց արձակվեցին։ Ահա վիճակ էր։ Հորդ եկել ենք, հասել ենք այստեղ, դեղ ինձ տնկոց եկավ։ Ինքը ընկածել է այնտեղ, ավտոյի լույսերը որերը գցինք, մի անգամից տեսանք։ Հերը մի անգամից իջավ թափով, մենք էլ հետևից։ Հերը դոշերից բռնեց, կինդ ուրա, հարցրեց, ասեց կնիկս չկա, չգիտեմ ուրա։ Հերն ասեց նստեցրեք մեքենան, հասցրեք մենակ իրան հիվանդանոց։ Կար ծանր գագուղի տրավմա, գտնում էր ագոնալ վիճակում, այսինքն հոգեվարքի վիճակում, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ կյանքը չհաջողվեց փրկել, քանի որ վնասվածքները կյանքի հետ անհապատեղել էին։ Գիշերվա ուշ ժամին Արտուր Սարխոսյանը գերեզմանոցում քարով ջախջախել էր կնոջ գլուխը, ապա նաև վնասել իրեն, սրիչով բազմաթիվ վերքեր հասցնելով մարմնի տարբեր մասերին։ Ինքը մեքենայի մեջ մի քանի անգամ խոսք է ծանր է, ես կյանքը չեմ կարող ես կյանքով ապրեմ, աղբորս երեխեքին իմ վրա են, 7 հատ երեխա պահում եմ։ Աղբերս էլ այտենց գնաց։ Այն խումբ ծխելու որ այդ մեն իրանք, տարօրինակ շարժումներ էր անում, ինքը իրան խոսում էր։ Հարուցվել է քրեական գործ, իսկ մինչ այդ Արտուրը ոչ միայն բժիշկների, այլև ոստիկանների խնամքի տակ է։ Հիշեցնեմ, սա ոստիկանության պաշտոնական հայտարարությունն էր դեպքի առնչությամբ։ Տիկին Ազատուհի, նրանք վերադառնում էին որդին, ձեր հարսի հետ վերադառնում էին հարսանիքից։ Դրան մենք կհասնենք դրա անդրադառնալ։ Արտուրի խոսքերի մեջ զգացվում է, որ նա ոչ ադեկվատ է և դևերն ու ցուլերը, որոնք
գերեզմանոցում պատահեցին նրան, ոչ adekvat լինելու պատճառն է։ Երբ է սկսել Արթուրի մոտ նման իրավիճակ։ Երբ այդ տղաս մահացավ 30 տարեկան էր ինքը։ Խոսքը արտակին է վերաբերում։ Արտակին է վերաբերվում, հա։ Դա ինքը շատ դժվար էր տանում, ոնց որ մենք մեզնից առավել, որտեղ երկու եղբայր էին իրանք, այլ ուրիշ չունենք։ Շատ դժվար, այդ թաղման օրվանից իր մոտ դե ես ինսուլտ տարած եմ, չեմ զգացել, երևի մի 2 ամիս ես քիչ եմ էլ զգացել, թե ինչ փորձանք ա եղել մեր տունը, ամեն շաբաթ միշտ շտաբ օգնությունն է բան, գալիս են այտենց, հետո արդեն քիչ-քիչ մի քիչ որ արդեն մեզի դրսևորեցինք բան, զգում էի, որ մոտը ինչ-որ տարօրինակ բաներ, ասենք, խոսում էինք բան, հետո… Տիկին Ազատուհի, Արտակը լճում երեխաներին օգնելով… 4 սահատ երեխա է փրկել, որից մեկը իրանն էր, 5 տարեկան աղջիկը։ Եվ ինքն է։ Երեխաների հայրերն էլ բոլորն էլ ներկա են եղել, բայց ոչ մեկը ռիսկ չի արել մտնի ջուրը։ Սպասել են մինչև ինքը հերթով այդ երեխեքին դուրս է հանել լճից։ Վերջում ինքը արդեն չի կարացել, հոգնել է, թե ջուրը մկանները ինչ էր։ Արդեն ինքը սուզվել էր։ Ջրախեղտ էր եղել, հա։ Արթուրը եւ Արտակը ուղակի եղբայրներ չեն եղել։ Մտերիմ են եղել շատ։ Շատ ուրիշ ձևի, տենց համ եղբայր, համ ընկեր, համ մոտիկ, չգիտեմ, տենց սիրով եղբայրներ ես չեմ պատկերացնում, որ կլինեին ու տենց միանգամից նրանից կտրվեին։ Ինչպես է նա իմացել եղբոր մահվան մասին։ Ինքը Սևանում գնացել էր նվագի, ինքը նվագող է։ Նվագ էր անում, Սևան գնացել էր մի շաբաթ ընդեղ ավել։ Այդ ժամանակ զանգել են իրան, ասել են Արտակը խեղդվել է, մի անգամից են ասել։ Ասել է ոնց, բահա աղբեր, չենք իմանում ով է զանգել, եղբայրը չկա էլ։ Արդեն իրան բերել են, ինքը սենց, ես իրան համայրա ոչես եմ իրան տեսել, ոչ ինքը ինձ։ Մենք էլ իրար չենք կարողացել տեսնել այդ ընթացքը։ Դուք արդեն հիշատակեցիք այն մասին, որ թաղման եւ այդ մահվան առաջին շրջանում ինքն է չգիտակցել, թե ինչ է տեղի ունեցել, բայց հետո արդեն երբ գիտակցությունը վերադարձել է, դες պատմում են, թե որքան տարօրինակ է Արթուրն իրեն պահել Արտակի մահվան։ Բայց այտենց ես մենք լավ էր, ասենք զրուցում էինք իրար հետ, դե ասում էի ոչինչ, բալես, ինչ անենք, իրա 3 երեխաներն էլ դե ասենք ճիշտ առանցին էին, բարձով էին ապրում իրանք, այդ դեպքը որ եղավ, իրանք երեխեքը արդեն մեր մոտ էին, այդ ուրիշ ձևով էր, չէր կարում, այդ երեխեքին տենում էր, սիրտը թուլանում էր, գիշերվա որ ժամին գնում էր, զանգում էի Արթուր ջան, ուր ես, բալես, մա աղբորս մոտ եմ, ու մի բան որ հանգարց իրանեն չներ, չէ, ես վերջը կետամ աղբորս մոտ։ Ականատեսներ եղել են, թե գերեզմանոցում, գերեզմանատանը շիրմին գնալով եղբոր ինչ է արել։ Նստած է եղել պարզապես, թե տարօրինակ է պահվածքը եղել կրկին։ Այդ տաքսը վարորդը տես ինքն էլ միշտ արել, ասենք միշտ գալիս էր, ասում էր Ազատուհի տոտա մեղ կա, ասում էր շատ ատանջվում, ուրիշ ձևի արձագանք հա տալի էլի, իսկ ես որ ասում եմ տղա ջան, արի միասին հետ գնանք գերեզմաններ, ասես չէ մամա, ես չեմ կամ տեսնեմ, թե դու ոնց ես տանջվում, չէր գալիս իմ հետ ինքը, առանցին էին գնում, ինքը գիշերը մենք ամեն շաբաթ իր բալիկների հետ։ Կնոջ հետ հարաբերություններն ինչպես են եղել ամուսնական 14 տարիների ընթացքում։ Արթուրիս Այո։ շատ նորմալ, Հրաչ ջան, շատ։ Այս միջև այդ օրն էլ, չգիտեմ, որ ասեմ, ասենց հյուրասիրել, եթե հաց դնեինք, չէ, առաջին ինքը պետք է արաքսիային հյուրասիրեր։ Առաջի պատառը իրան պետք է դներ, իրանք շատ սիրով են եղել, ինքն էլ հանգիստ տղա է եղել, ասենք նվագող էր, միշտ այդ միլիոնավոր ժողովրդի հետ ինքը ասենք դժվար չի, մեկը խմած է լինում, մեկը բան, ինքը միշտ ասում էր, տենում ես ինչ հանգիստ եմ ես, ասենք որ եթե մի քիչ տաք հայրուն ելնեմ, անընդհատ կռիվ կլինի, որ մեկը գա, ասենց բան ելնի, ասի եսի սենց արա են, ինենց արա։ Եղբոր դեպքերից հետո վերաբերմունքը փոխվեց Եղբոր նաև կնոջ դեպքերից հետո, չէ, լավ էր,
արդեն մի տարի ինքը նախ չի գնացել, արդեն փոխվեց իր չէր կարում էլ ասեն գնար իր աշխատանքին, ասում էր մամա չեմ կարում, ոնց որ էլ չկարենամ երգեմ, լավ էր, այս անցած տարի մի անգամից վատացավ, ասում էր գլուխս ցավում է, սիրտս սրտիս աշխատանքը գլխիս մեջ է ոնց որ տրփում, ու անընդհատ սենց չգիտեմ, ժպիտը կորել էր իրա, մի քիչ ագրեսիա կար մեջը, ոնց որ կասկածամտություն, բան դե խանութ մի գնա, կամ էս մի արա, ոնց որ արդեն ինքը մի քիչ ագրեսիվ լինել, երբ մենք ճիշտ ասած տարանք էջմիածին, դեղորայի գրեցին, բերեցինք տունը, ճիշտ ասած չոքնեց, ավելի ագրեսիա ուներ արդեն, ասենք, որ ասեմ ծեծերարաքսիային չէ բան, բայց թե նենց բնավորությունը իրա, որ տան մեջ ինքը տենց չի եղել, իրար հետ խոսում ենք, խոսալուց հետո մեկի շեղվում էր, ուրիշ բաներ պատմում մեզ։ Որդու գերեզմանին սպանված հարսի անջնջելի հետքերի և դաժան սպանության մասին մենք շարունակենք զրույցը մի փոքր դադարից հետո, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Փորձանքի հետևից, շնորհակալություն, որ մեզ հետ եք, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մենք վերադառնում ենք երկրի գլխավոր թոքշոուի տաղավար, հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են և մեր բոլորի օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանների ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգահարեք թեժգից 060 50 33 17։ Մենք վերադառնում ենք տաղավար։ Եվ այսպես էջմիածնում նշանակված բուժման արդյունքը չտեսնելու և հակառակն ավելի խորանալուց հետո դուք որոշում եք։ Մենք իրան տարանք ստրես կենտրոն, Պրոշյանի հիվանդանոցում, Գոհար Զավենովնայի մոտ, ինքը ընդունեց և նույնիսկ ասեց ես կարայի չընդունեի, բայց նայելով ծնողների ձեր վիճակը, ասենք կարար ինքը մի անգամից գնար այդ ուրիշ հոգեբուժարան, ուղղակի ասեց, որ նայում եմ ձեր վիճակը, ձեր տղային է կորցրել եք, ասեց թող պառկի իրանց մոտ, մենք վճարումներ արեցինք, պառկեց 24 օր։ Այդ 24 օրերի ընթացքում բժիշկներն անընդհատ հորդորում էին, որ կինը կողքին լինի։ Հա։ Ինչու։ Ասում էին դե ինքը հիմնականում թող ինքը պահի, որ իրա ասենք դե կինը պետք է պահեր իրան, դեղերը ժամանակին տար, հացը ինքը չեր վերցնի դնի, ուտելու պահը, հետո ունեց, չգիտեմ, մի պահ ոնց որ ասեր, ինձ սիրում ես, չես սիրում, տենց ինչ-որ մի շեղում էլի, բայց հիմնականում իրան, որպիսի հաց պատրաստի տա։ Նախնական զրույցի ժամանակ դուք ասում էիք, որ Արթուրի մոտ ավելացել էր խանդը կնոջ։ Հա, այդ վատ շրջանում մենք ընդեղ որ բժշկուհուն ասենք, ասեց դա զառանցանք է։ Ինքը ասեց, էդի իրա մեջ հորինում է։ Ասեց զառանցանք է, դրա համար ինքը պետք է անմիջապես իրա կինը իրա կողքին լինի, որ ինքը իրա կնոջ հետ համատեղ այդ բուժումը, այդ մտքերը ցրի իրա։ Բայց ասում են պատահել է միջադեպ նաև այդ 24 օրերից մեկի ժամանակ։ Ստրես կենտրոնում, երբ փակել է դուռը և փորձել է վնասել կնոջը։ Մենք գնացինք, հարսը շուտ զանգեց, ասեց մամա շուտ եկեք, Արտուրը լավ չի զգում իրան։ Մենք գնացինք, ինքը արդեն բժշկուհին ասեց վերանից գցել է դեղը չի խմե ինչ-որ, ինքը այդ նոպան իրա մոտ սկսվել է, ավելի ագրեսիա է եղել։ Ես առաջարկում եմ հիմա նաև ձեր մտերիմներից մեկին հրավիրել տաղավար, տեսնենք թե նա գյուղում ինչպես էր իրեն դրսևորում այլ մարդկանց հետ։ Մարտին Տեր Հարությունյանն է գալիս կիսաբաց լուսամուտներ դիմավորենք։ Բարի երեկո պարոն Մարտին, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եկեք բաժանենք Արթուրի կյանքը մինչև և հետո, որպեսզի հասկանանք, թե իրականում այդ եզրագիծը և կտրուկ փոփոխությունները նկատելի են եղել միմիայն ընտանիքի անդամների համար, թե նաև հասարակության համար, համագյուղացիների համար, ինչպիսիք որ օրինակ դուք եք։ Արտուրն ու Արտակը եղբայրներ էին, շատ սերով աղբերներ էին։
միևնույն ժամանակ ասեմ զուգահեռ տանեմ, որ միևնույն ժամանակ ինգերներ էին, ինգերություն էին անում, շատ մտերիմ էին, շատերը կնախանձեին դրանց եղբայրն ելնելու տենց սերով, քաղցր եղբայրն ելնելու համար, հոգեվիճակը բարդացավ այն պահին Արտուրի, երբ որ դիակը տակաղը հանեցին, 10 մետր շարժման, ես ականատ մասնակցում էի թաղման արարողությանը, և շատ հասարակություն մեծ էր, ամբողջ գյուղը մասնակցում էր թաղման արարողությանը։ Այդ պահին Արտուրը մինենց գորած ավելի շատ ոչ իրա բարերի ակցենտով ունենց տոնը, գորած ուր եք տանում ու ոնց որ խելք թրցներ։ Մի կերպ դրան հանդարտեցրին, չեր բորը մեր, անցենզուր դաժմ երկու բարել ասեց, որը որ կյանքում այդ տղեն մրջեմ չի տրորի։ Իսկ սքմ էր, բնական էր, ցավում էր, բայց ոչ այդ աստիճանի, կարմեր իրան զսպեր։ Ես էլ մտածեցի, որ սրա հետ մի բան կատարվավ, եկել եմ տուն, մեր տնից կետ զրուցա, ասի, այդ Արտուրի հետ մի բան կատարվավ, որտև դրա վերաբերմունքը այդ պահին ինձ դուր չեկավ։ Պարոն Մարտին, մինչև Արտակի հետ պատահածը, խանդում էր արդյոք Արթուրը կնոջը։ Կար այդպես սուր արտահայտված խանդի զգացողություն։ Արտուրի մոտ եթե խանդը առաջացե տա ապուշություն արե, ատենց աղջիկ, թերություն չուներ այդ աղջկան, մի ոսկի աղջիկ, թե բարյապես, թե համեստությամբ, թե ղոչաղությամբ, ես կասկած չունեմ, որ իրա կեսրարը, այսօր որ չի դիմանում պայթում են թե կիսուրը, այդ աղջիկը օդի պես պետք էր այդ ընտանիքին, օդի պես, որտեղ դա էր վերստում, դա ամեն արարությունը, ընդհոբ ավ չէին ապրում, տուտը տտին ազիվ հասցնում էին, կիսուր ունի, որ շատ խելացի, շատ դասավորած և մասամբել չէին, չնայած թափառական կյանք են տարե 20-30 տարի, մի օր ես տե, մի օր են տունը, ով տունը ծախմեր, ասում էր, դուս էլ, տունս ծախում եմ, էտ իրանց մեբել էր ինչ ունեին, ենքան տեղափոխին ստիցն դե էտ էլ ճարդին։ Ստրես կենտրոնից հետո, այսինքն բուժման այդ պրոցեսն անցնելուց հետո, բուժում երկու անգամ, ինչ կերպ էր դրսևորում, արդյոք դեպի լավը որևէ բան գնում էր։ Ի վերջո էր։ կար դեղորայք նշանակված, օգտագործում էր։ կար, իհարկե, նորմալ վիճակ էր, նշանակեցին բայց ինձ երբ մի քիչ երկար էր խոսում հետը, արդեն դա ոնց որ արդեն այդ նույթից դուրս էլ այդ մտքից Օրինակ, ինչը կարող էր հունից անել Արթուրին։ հունից անել, Հա, ինչը կարող էր ոչ ադեկվատ հոգեվիճակի մեջ դնել նրան։ ոչ մեկը չէր կարա։ Ես մի Շատ հարց համեստ, ունեմ, էլի մարդամոտ Անահիտին, ես կուզենայի դուք որպես ծնող, որպես մայր, այսինքն Արտուրը կոնկրետ մանկության տարիներին, պատանեկության տարիներին, ինչ որ հոգեկան խանգարումներ, պորտկումներ նման եղել են, ինչ որ տարբեր միջադեպերի շուրջը։ Իսկ աղանդավորական շարժումների անդամ, որտեվ նման արարք թույլ տվողը չի կարող եղբոր վշտից, հա, ինչ որ բալինի, այսինքն կողմնակի ուժերի ազդեցություն հավանական է լինի։ Ես այդ առումով նկատի ունեմ։ Տիկին Անահիտ, իսկ դուք գուցե հիշեք, թե ինչ ախտորոշում ա ունեցել, երբ որ նա բուժման ա գնացել, ինչ են ախտորոշել։ Իր ինքը ստրես կենտրոնում իր ուղեղը մթագնած էր, իրանք ասեցին, որ այդ բուժումից հետո տարիներ ա պետք, 5 տարի գոնե, և նշանակեցին ամենաթանկ դեղը, որ գիտեին։ Ինչ որ մի կոնկրետ ախտորոշում, մոլագարություն, հասարակության համար վտանգ։ Ասեցին, որ լրիվ իր ներվերը խանգարված է, հոգեկան է։ Իսկ Արտուրը կներեք էլի, ձեր հետ կոնկրետ հանդիպում այդ միջադեպից հետո ունեցել է, թեկուզ մի քանի վայրկյան, ինքը ոնց է իր արարքել ուսաբանում։ Բայց դրդապատճառը որն է։ ես հիմի նոր տեսա իրան։
Դեպքից հետո ես նոր Տիկին Ազատուին նույնիսկ չի տեսել որդուն, Չեմ, ես նոր ստեղ տեսա։ Ոստիկանության ինքը ոնց է հիմնավորում, այսինքն ինքը չի Մենք իրանից տեղյակ չենք, հեսա նոր ես իրան լսեցի ստեղ։ Այսինքն սա վերջնական բանն է, ինֆորմացիա։ Դե մենք չենք տեսել, մենք զբաղվել ենք մեր հարցի հողարկավորությամբ եւ 4 երեխա ունի ինքը, մի փոքրիկը տարի 3 ամսական է, հազիվ էինք սփոփվել, այս տղան ունեցան, որ իր եղբոր անունը դրեցինքը եւ ամեն օր այդ ասենք երեխին սիրելուց միշտ ասում էր աղբերս իրան Բժիշկները ներողություն Տիկին Ազատուի, նրան արգելել են օգտագործել թե ոգելիչ խմիչք եւ թե ծխախոտ, բայց երկու արգելքն էլ նա չի ընդունել եւ արել է թե առաջինը թե երկրորդը։ Ճիշտն ասած նվագիր գնաց է Երևակայի մի քիչ խմել էր, շատ քիչ, եւ իրան ասել էին, որ հանգարտ չօգտագործես, կվատանաս ավելի վատ, եւ երևի էդ եղավ իրան նորից։ Ձեր հարցի հանդեպ բռնություն այ հոգեվիճակի փոփոխությունից հետո երբևէ եղել է ձեր ներկայությամբ։ Մեր ներկայությամբ չի եղել, ինքը որ արդեն բաներ այդ 3 օրը որ իրանք իրա տատիկ մոր տուն են եղել, հարսանիք են գնացել, եկել են իրանց տուն, նույնիսկ իրա զոքանչը պատմեց, որ ասեց կասկածի տեղիք չտվեց, որ գոնե ես մարդ տնեի հետները գային տաքսով, որտեվ իրա եղբայրը եկավ տանելու, ես ճիշտ ասած չէի ուզում գնար այդ հարսանիքը, ասում մի Արոքսիա ջան, մի գնայ բալաջան, ես Իմի մարդ ես էլի, մի ամիտ ինքը վատանա, մեկը ծանաչում, ամիտ 14 տարի դու այդ ձեր ազգուտակին չես գնացել Սիսյան, խախտվավ էլի մի ամիտ հանգարց, ինչ պետք է անենք։ Տիկին Ազատուի։ Այսինքն վախը կար սրտում։ Իմ սրտում կար վախը, բայց Արաքսյան չէր վախեն։ Տեսանյութում դուք տեսաք ոստիկանության նկարահանած, թե ինչ էր ասում, ինչպես էր մեկնաբանում, որ նա տեսիլքներ է տեսել, նախորդ օրը երազ էր տեսել, որտեղ եղբայրը կանչում էր նրան։ Հա? Երբևէ նման երազների տեսիլքների մասին Արտուրը խոսել է։ Պատմել է, միշտ ասում էր մամա, աղբորս տենում է, մարտակը եկել էր, սպիտակ ժակետը հագներ, բայց թիկունքով էր, բաներ ելնը միշտ, այս վերջի օրերն է ոնց որ մտքով անցներ, միշտ ասում էր, մամա այնքան վատ եմ, քո տղեն եմ, արի մի քիչ նստի կողքս բան, խոսեինք, այտենց ինքը պարկում էր սենյակում, սենց մի կետի վրա, խորանում էր, ասում եմ, այ բալաջան, ինչ ես այդքան մտածում, հելի գնացախ ջարդի, էս արա, են արա, ասենց մի մութ սենյակ էր ուզում իրա համար։ Հաճախ էր պասիվության պահեր ունենում, երբ որ ժամերով չէր խոսում, ճակատներ տրորում, գլխացավերից էր բողոքում։ Այս վերջի քանի օրը իրան դեղ էին նշանակել եւ շատ թանկ էր այդ տեղը, բայց ես ստիպված, ճիշտ է, մենք տուն չունենք, ապրում ենք վարձով, ստեղ ընդեղ, բայց ամեն ինչ ստեղծել էի, աշխատել եմ դաշտերում, փուռ եմ աշխատել, որպեսզի իմ երեխաների գոյությունը պաշտպանեմ։ Եթե Արտուրը լիներ ուրիշ հիվանդանոցում, այդ դեղերը դուք անվճար կստանայիք մեկ, եւ երկրորդ ինքը կլներ հսկողության տակ, հասկանում եմ, որպես մայր դուք կարծել եք, որ ավելի հարմար ստրես կենտրոնն է, որպեսզի ինքը եւս մի անգամ ստրես չտանի, չնայի շրջապատի մարդկանց։ Տենց ուժեղ ագրեսիա չկար, բայց բժշկուհին մենք նորից իրան տարել ենք, ստուգել էին եւ իրոք լավ էր։ Այս վերջի օրերը ինքը այդ դեղից 3 օր երևի հրաժարվավ։ Դա բավական է։ Խմում եմ գլխիս մեջ, ոնց որ սոսինձը լցվի, մամա, չեմ կարում, մի զորեք, եսից լավ եմ զգում։ Եթե ուղեղը արդեն մի անգամ տեսնում է դեղորայքային բուժում եւ հետո հրաժարվում է դեղորայքից, դա նույնիսկ ավելի վատ է, քան եթե բոլորովին երբևէ սկսած չլներ։ Բժշկուհին ասեց, նորից բերեք Ազատուհի ջան, բերեք իմ մոտ նշանակում անեմ։ Իսկ բժշկուհին որ դուրս գրեցին ստրես կենտրոնից, ձեզ ինչ որ մի հատ էպիկրիզա թե ինչա, ինչու մի բան պետք է տված լինի։ Ինքը ասեց կուզեք տամ թոշակավորենք, ես էլ դե որ ինքը ջահել էր, ասենք շրջապատի տղա էր, ոնց որ չուզենայի էլի այդ թոշակը երեխային։ Բայց ախտորոշումը ինչ է ախտորոշում։ Բոլոր փաստաթղթերը գտնվում են դեռևս բուժ հաստատությունում։ Տիկին Ազատուի ջան, միթե ձեզ չզգուշացրեցին այդ հիվանդության ահավոր վտանգների մասին։ Այ այդ վտանգը, չգիտեմ, միշտ հիմա ես էլ չեմ պատկերացնում, այս եղել է մի 4 օրվա մեջ, ինքը շատ բարեհամբույր, թե տանը, թե դրսում, նույնիսկ ասում եմ, ես որ
այն վատ ժամանակ անհանգիստ էր ինքը, ես ասի մի քանի օր թող Արաքսիա, հələ կուզես դու երեխեքին վերցրա գնա, իմ թոռնիկները ինձ հետ են կապված, ասի թող այն երկուսը դպրոց են գնում, գնան, դու գնա մի քանի օր հələ տենանք նորից երևի տանենք բժշկի էլի իրան, այն էլ գնաց հաջորդ օրը իմ տղան նույն րոպեին, երևի հələ տաքսիով չէինք տարել իրանց տուն, արդեն ընդեղ էր Արթուրը, որտեվ ինքը տենց վատ ինչ-որ մի բան, վատ կանխազգացում ցույց չէր տալիս։ Եվս մեկ դադար մեր եթերում, որից հետո վերադառնում ենք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար, փորձելու համար հասկանալ, թե ում հոգացության տակ են գտնվում այսօր այս ընտանիքի 4 զավակները։ Հեռու չգնաք։ Փորձանքի ետևից կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք, ծանոթացեք թեմային, եթե նոր եք միացել մեզ։ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 4 երեխաների հայր, 38-ամյա Արտուր Սարխոսյանը եղբոր գերեզմանին սպանեց կնոջը, 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանին, այնուհետ փորձեց ինքնասպան լինել։ Ցլեր սատանաներ սենց արձակվեցին։ Արթուրի աչքին տեսիլքներ սկսեցին երևալ այն պահից, երբ կորցրեց եղբորը, ով տարիներ առաջ խեղդվել էր հարևան գյուղի լճում լողալիս։ Մի փորձանքին հաջորդեց մյուսը և 7 երեխաների խնամքը մնաց միայն տատի ու պապի կորացած ուսերին։ Ընտանիքում հասունացող վտանգի և միաժամանակ անսպասելի քայլերի զարգացման մասին երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Փորձանքի ետևից, կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այս պահին տաղավար եմ հրավիրում Արթուրի հորեղբորը, պարոն Քաջիկ Սարխոսյանին։ Բարի երեկո, պարոն Քաջիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեր աչքերում ևս հենց արտակի թաղման արարողությունից հետո էր, որ Արթուրի վարքը և հոգեվիճակը փոխվեց։ Այո։ Դրանից առաջ դուք ևս չեք նկատել որևէ տարօրինակություն Արթուրի պահվածքի բնավորությամբ։ Ոչ մի անգամ, ինքը դրանից առաջ շատ հանգիստ, ինքը նվագող տղա եղել, նվագել է, շատ տեղեր է նվագել, բոլորի կողմից հարգված ա եղել, հարգանքավայել է հասարակության կողմից, ինքը այդ նվագելու առումով, իսկ այդ եղբոր մայից հետո, մայի ժամանակ այդ օրը զգացվավ իր մոտ ստրես, որ ինքը անկանոն շարժումներ արեց, ուրիշ բարեր էր օգտագործում, չգիտես ինչ էր տպավորվել իր մեջ, դրանից հետո էլ սկսվեց իր մոտ արդեն այդ ձևի վիճակ, անկանոն վիճակներ սկսվել իր մոտ։ Դուք այն մարդն եք եղել Արթուրի կյանքում, ում նա միշտ պատրաստ է եղել զանգերի առումով գոնե պատասխանելու, եթե մայրը չէր կարողանում կապվել, նա ամեն կերպ ձեր ինչ իրավիճակում էլ որ գտնվեր, ձեր զանգին պատասխանում էր և ձեզ վստահում էր ու ուղղակի հորեղբայր չէիք, այլ շատ մտերիմ էիք իրեն։ Այո։ Չէր կիսվում անհանգստությունների առումով։ Այդ իր եղբոր մայից հետո այդ ստրեսը տանելուց հետո իր այդ ես աշխատում էի ոչ թե հորեղբայր մոտենայի իրան, ես մոտենում էի իրան որպես ընկեր։ Ես եղել է դեպք, որ բացատրել եմ իրան, որ պատկերացրու, ես քո հորեղբայրը չեմ։ Մենք իրար հետ ընկերներ ենք, նույն տարիքի ընկերներ ենք, ինչ հարց եթե քեզ հուզում է, ինչ որ բաներ կան, դու կարաս իմ հետ կիսվես, բացատրվես, ասես, ես էլ ինչ որ չափով կարողանամ կօգնեմ քեզ, խորհուրդ կտամ, որ ոնց վարվես, ոնց շարժվես, ինչ քայլերի դիմես, դու այդ հարցերում կարաս վստահ լինես եւ դիմես, ես քեզ կօգնեմ։ Եվ դրանից հետո էլ սկսվել է մեր, կարելի ասել, ընկերական հանդիպումներ արդեն իր հետ, ոչ թե հորեղբայր բանը, որդի, այլ ընկերական հանդիպումներ եմ ես ունեցի իր հետ։ Ճիշտ է, ինքը ինձ հարգել է որպես հորեղբայր, բայց ամենաշատ հարգում էր որպես արդեն ընկեր ենք մենք իրար հետ, որ կարենա իմ հետ կիսվի, ասի ինչ որ պետք է։ Արթուրը նույնիսկ ինքնասպանության փորձ է արել երակները կտրելով։ Ես որ Արաքսիային տարանք իրանց տուն, ինքը այդ հաջորդ օրը նվագի էր գնացել։ Թե հիմի շփոթմունք էր եղել իր խմելը, ջերմուկի տեղ արաղ էր եղել, խմել էր և իր մոտ այդ ագրեսիան բարձրացել էր։ Ինքը եկել էր տուն, Զոքանչի տուն ընդեղ, լացում էր, այ,
ինձ էր լացում էր, նկարից պատին նկար կա իրանց ընտանիքի համար, հարսանիքում նկարվել էին, այդ նկարս էր ճմրտեց, քցեց, ասում էր իմ համար ամեն ինչը վերջացած է, ես մի կակ պիտի գնամ աղբորս մոտ, ասում է այ Արտուր ջան, էլ տղա չկար, էլ բան չկար, հետո զոնքաչը զանգեց, ասեց Ռադիկ ջան շուտ արի, Արտուրը մտել է բաղնիկ, դուռը փակել է, ասում Արաքսիային էր ուզում, լացում էր Արաքսիա, դու գիտես ես ինչքան շատ եմ քեզ սիրում, բան, բայց ես չեմ ուզում ապրեմ։ Ու միշտ ինձ ասում էր մամա, ինձ թվում է, որ իմ երեխային դու ես, իմ երեխեքին դու ես պահելու։ Ես էլ ասում եմ, այ տղա ջան, ախր ես որտեղից պահեմ, ինվալիդ եմ, ես ինսուլտ տված երրորդ կարգի հաշվանդամ եմ, ասենք նոր այդ կաստիլ բանը գցել եմ իմ ձեռից, հազիվ այս վերջույթն ես հələ որպես տանտիկին ես նորմալ կարտոշկա ինչ-որ մի սող չեմ կարում մաքրեմ, որ այդ երեխաներին Լավ, Արտուրը միայն որոշակի ազդակների պատճառով էր, որ կարող էր իրեն ոչ adekvat դրսևորել, այսինքն դա ոգելից խմիչքի օգտագործումներ, դեղի ժամանակին չընդունելը, առօրյայում ամեն ինչ նորմալ էր, բայց միայն խանգարող հանգամանքներ դրանք։ Չէ, արդեն իր մոտը զգացվում էր, Հրաչ ջան։ Արդեն իր այդ տարօրինակ բաները զգացվում էր։ Դե մենք մի անգամ էլ տարանք իրան այդ ստրես կենտրոն, իրան նորից բուժում նշանակեցին, մենք շարունակում ենք։ Այդ օրը, որ արդեն իր երակներ, էդի արդեն միջև բուժմաններ, ճիշտն ասած հələ չէի կողմնորոշում, որ իրոք իմ երեխեն այդ մարդն է, էլ որ ես կարամ իրան տանեմ հոգեբուժարան։ Բայց բարձրաձայնում էր, չէ՞ կնոջը վնասելու մասին։ Կնոջը այդքան փնտրելու է ապացույցներ, գտնելու է ապացույցներ, վիզը կտրելու է, ասել է, չէ՞ նման արտահայտություններ։ Դե էդի արդեն իր այդ ստրեսի ժամանակ, որ դու ինձ չես։ Էական չէ երբ, խոսքը նրա մասին է, որ ասել է, այսինքն բարձրաձայնել է դրա մասին, որ նա ապացույցներ էր փնտրում, որ դավաճանել է Արաքսյան իրեն եւ դրա Էդի արդեն զառանցանք իր մոտ։ Կպչուն մտքեր են դրանք։ Այ ապրեք, որոնք բերում են բժշկական բաներով ասեց կպչուն մի քա եւ դժվար էլ ինքը դրանից փոկվի, տարիներ էր պետք իրան այդ մտքերը ծրելու։ Ձեզ ձեր տղային բուժող բժիշկը երբեք չէր զգուշացրել, որ մարդաշատ վայրերի, ծաղմկոտ այսինքն ստրեսացին միջավայրից իրան հեռու պահեք։ Հոգեմետ դեղեր ընդունող մարդը ինչպես կարող էր գնալ հարսանիքներին նվագեր, գտնվել այնպիսի մի միջավայրում, որտեղ շատ ալկոհոլ օգտագործած մարդիկ կան։ Վերջի ինքը մի օր դրան կգնար ու Գանը գիտեք ինչ, ներողություն, հիմա տիկինը գուցե չի կողմնորոշում շատ հանգամանքներ, տանը նա եւս շատ մեծ կասկածների է առիթ է տվել։ Ինչի, օրինակ տանը երբեք ծորակից ջուր վերջին ժամանակում չի խմել։ Կարծել է, որ դա թունավորված է, գնացել է խանութից ջուր գնելու։ Ճաշին, ջրին։ Հնաչ գիտեք, արդեն իրա ես օրինակ որ հիվանդանոցում ես ճիշտ ասած ես ինձ վատ էի զգում, ասում եի, այ բալաջան, կա տենց ծնող, որ իր տղուն ասենք դեղ տաբա, բայց որ գնացինք այդ հիվանդանոցը, շփվեցինք հիվանդների հետ, մեր ու աղջիկ կային, որ լացում էր այդ մայրը, ասում էր, իմ աղջիկը ջահել աղջիկ, տնից փախե 20 օր գնացի, ասում է, մամա սնձի դեղը մա։ Թե ինչ իմաստը դեղը։ Մի բան էլ է հետաքրքրում, հա։ Դուք ասիք ստրես կենտրոնում մեկ անգամ փորձելա ձեր հարսի վրա հարցակվել, չէ՞, վնասել։ Հիմա դուռը փակել է։ Բայց չի վնասել։ Չէ, փորձել է։ Հիմա այդ դեպքից հետո այդ բուժող բժշկին չեք հարցրել, հարգելի բժիշկ, սա ստրեսի հետևանք է, թե մեկ ուրիշ լուրջ պատճառ կա, վերջապես հենց բուժ հաստատությունում ակտ է տեղի ունեցել, որը բայց ինքը իրանով կարող է ասեց, որ ես ուզում եմ վնասել։ Բայց բժշկին հարցրեցիք դուք։ Սա ինչ էր։ Ինքը ասել էր, ես ուզում եմ շորերս փոխվեի, դուռը փակել է։ Տիկին Ազատուի, դեպքի օրը ձեր տղան հոգելից խմիչք օգտագործած է եղել։ Չեմ իմանում, նախ ասում են ոչ, դեպքի օրը 3 օր ես իմ տղային չեմ տեսել, ինքը ամսի 14-ին նվագ ա ունեցել, գնացել ա նվագի, նույնիսկ զանգեց, ասեց մա, այդ բանի, երկու կոչ, այդ քարորդ մասի դեղ կա, ես չեմ կարում էլ այդ անունները հիշեմ, ասեց երկու պստի կոճակ տուր, որ ասենք դե 2 օր պտի մնան Սիսյան են գնում, որ ինքը գիշեր էդի խմի հանգիստ քնի։ Չէր հարցնում ձեր տղան, ոնց էիք բացատրում, թե ինչու է ինքը այդ դեղերը խմում։ Հա, մենք ասում ենք տղա ջան, դու շեղված ես, նույնիսկ մի օր արտահայտվա վայ ասես մա ջան, ասեց
լավ եմ արդեն, մի ներշնչի, ես որ միշտ ես լացում էի, ասում էի, ախր մենակ մեր հույսը դու ես, այ բալաջան։ Հարսանիքի օրը ինչպես են եղել ամուսինները։ Հարսանիքի օրը իրանք վերջին մարդիկ ովքեր տեսել են։ Իրա զոքաջ բանն են տեսել, շատ սերով են եղել, շատ։ Ոչ ասմա, չգիտեմ, իրանք չեն տեսել, ասում մենք չենք տեսել, չի խմել, մեկ։ Ասմա սերով են եղել, լավ ուրախ տրամադրություն ա եղել, նույնիսկ ասմա, որ առավոտ հելանք ոտու գլուխ էին պարկել, ասմա, որ կնոջը համբյուրեց, ասմա, բան, Արաքսյանն ասեց, վայ Արտուր, ամոթա, պապան, մաման, յանի մեր կողքն պարկած, ասել է, հա իրավունք չունեմ, ես իմ կնոջը համբյուրեմ։ Տիկին Արաքսիա, որ միանշանակ պարզա խորը վշտի հողի վրա է սպանությունը տեղ ունեցել, դա պարզա ինչպես արևի լույսը։ Խնդիրը սա է, եթե միջադեպեր կինը, հա, կոնկրետ խանդի դրսևորումների հող չի ստեղծել։ Չէ, դուք միանշանակ համոզված եք։ Լրիվ, հիվանդանոցի պայմաններում, այսինքն այլ ինչ-որ հիվանդների հետ, կոկետություն եւ այլն, ինչ է տեղի կատարի տղամարդուն բորբոքվել։ Չգիտեմ, ես Մեկ էլ ինձ կոնկրետ մի բան է հետաքրքրում, բժիշկները արդյոք կարողանում են հիմնավորել, որ են դեղամիջոցները, որ տվել են, այսինքն այդ ինչ կատեգորիա է եղել, որ մարդը կարող է այդ դեղամիջոցների ազդեցությունից հետո սպանության գնա, որ մարդը գնում է սպանության։ Դրանք դեղեր են, դա պարզ է, դրանք հոգեմետ դեղեր են, որոնք պետք է խմել սիստեմատիկաբար եւ այնքան երկար ինչքան պահանջվում է։ Ինքը այդ դեղից հրաժարվեց մի 3 օր։ Չէր կարելի հրաժարվել, դա սարսափելի ծանր քայլ է։ Հոգեմետ դեղերից հրաժարվել նշանակում է կատարել այն, ինչ որ Արտուրը կատարել է։ 4 երեխաներն այսօր այս տատիկի խնամքի տակ են գտնվում։ Դուք երեխաներին սկզբնական շրջանում նույնիսկ չեք ասել, թե ինչ է պատահել, ինֆորմացիան խեղաթյուրել եք ասելով, որ վթար է եղել։ Ես ասեցի, որ վատ երեխեքը վատը զգային կամ եկուց դպրոց դուրս գային, ասենք մեծ աղջիկը 13 տարեկան է, իրանք, չգիտեմ, ուրիշ ձևի հպարտություն ունեին իմ թոռնիկները, չուզեցի իրանք սիրտը կոտրեի, ասեցի, որ ավտովթար են ենթարկվել, ավայրա են տվել, հլը փոքրիկ Լիլիթիկս էլ ասեց, որ արդեն հետո իմացա, որ իրա մաման չկա, ասեց, տատիկ, որ ոստիկան… Բա ինչպես իմացա, երեխաները ինչպես ճշմարտություն իմացան, դրսից… Դրսից չէ, երկուսին ես տարա հետս բան, իրանց մամային տեսնելու հողարկավորության գնացինք, մեր տունը չենք բերել, իրանք չտվին, ասենք ոչ թե վեճի բանով, ուղղակի իրանք իրանց աղջկան ուզեցին։ Այսինքն խնամիների տանն է եղել։ Հա, բայց ամեն ինչը ես եմ արել, որտեվ հասնում էր իմ հարսին, էդի շատ բան չէր, իրա այդ առաջի օրվա ծախսերը օգնել ենք, լավից վատից հավաքել ենք, տվել ենք։ Երեխեքին վերցրի տարա, ասեցի բերեցին, գոնե թող իրանց մամային տեսնեն։ Այդ ժամանակ թե իմ իրա տատիկը ներվերից, թե ինչից, ասես թող իմանան, որ իրանց մամային, իրանց պապանա սպանեն։ Ու երեխեքը մի անգամից, առանց հետել են թորնուհիս վիրավորվա, որ ասենք մի օր գոնե չթողեցին մեր մոտ, մեր հարսը կար։ Երեխեքը էլ չուզեցին այդտեղ մի վարկան կանգնեին, ուղիղ եկան տուն, հաջորդ օր էլ չեկան թաղում։ Մի քանի րոպեից մեր տաղավարում կլինեն երեխաները եւ կպատմեն իրենց ցանկությունների ու երազանքների մասին։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, հեռու չգնաք։ Փորձանքը փորձանքի հետևից կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք տաղավար։ Ես ձեզ հիշեցնում եմ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք դժվար ապրող ընտանիքների համար։ Կատարեք անվանական փոխանցումներ այն ընտանիքներին, ովքեր ձեր ուշադրությանն են արժանացել, կամ կատարեք նյութական օգնության համար զանգ 060 50 33 17 հեռախոսահամարին։ Մինչ երեխաներին տաղավար հրավիրելը, ես կուզեմ լսել ձեզանից այն խոսքերը, որոնք կարծում եմ, որ երեխաների ներկայությամբ չարժե, որ հնչեն մեր տաղավարում։ Տիկին Զինա, սկսեմ ձեզանից։ Իհարկե ցավակցում եմ այն զարհուրելի դեպքերը, որ մեկը մյուսին հաջորդել են, հասկանում եմ, թե ինչ հետք են թողել ձեր վրա, բայց որպեսզի մի փոքր ձեզ օգնեմ, որ դուք հասկանաք ինչ է կատարվել ձեր որդու հետ, ասեմ, այն պահին, որ Արտուրը իմացել է Արտակի մահվա մասին,
նա խորը հոգեկան ցնցում է ունեցել։ Կարծում եմ, որ նույնիսկ մանկության տարիներին նա հոգեբանական խնդիրներ ունեցել է, բայց նրանք կարող են միանգամայն աննկատ լինել ձեր աչքին, որտեղ նա չի կարողացել հաղթահարել մտերիմի մահվան լուրը։ Ընդհանուր առմամբ վաղ թե ուշ բոլորիս կյանքում այդ դեպքերը լինում են, բայց մարդկության մեծամասնությունը դա հաղթահարում է։ Արտուրը չի հաղթահարել եւ այդ հոգեբանական խորը ցնցման հետևանքով նա արդեն հոգեբուժական խնդիրներ է ձեռք բերել եւ ես կարծում եմ, որ դեպը այդ զարուրելի հանցագործությունը կատարելուց նա անմեղսունակ վիճակի մեջ է գտնվել։ Չգիտեմ կարելի է արդյոք ասել թե ոչ, բայց միանգամայն պարզ է, որ այդտեղ հոգեբուժական խնդիրների մի փունջ է ունեցել եւ կպչուն մտքեր է ունեցել եւ իհարկե տարբեր սինդրոմներ, որը միանգամայն մեծ փնջով ներկայացրել է որպես մոլագարություն, այսինքն շիզոֆրենիա։ Ինչի համար բժիշկները նրան չեն զերծ պահել հասարակության հետ շփվելուց, ես այս պահին չեմ հասկանում։ Ինչի համար դուք այդ լրջությունը չեք պատկերացրել, պարզ է, որտեղ բժիշկները չեն զգուշացրել, բայց Արաքսյան ինձ թվում է որպես երիտասարդին կարող էր այդ վտանգը զգալ, երևի ամաչել, չի ուզեցել։ Ես նույնիսկ իրան ասի Արաքսիա ջան, եթե սենց երկար շարունակվի, բալես, կուղարկենք հոգեբուժարան, քո երեխեքին կառնենք իրար հետ կպահենք։ Եվ կարծում եմ, որ դա կլիներ քիչ թե շատ ավելի ճիշտ երկ, որովհետև Արտուրի դեպքում շատ հնարավոր է, որ տարիներով այդ դեղերը ընդունելուց հետո Արտուրը նորմալ վիճակում կլիներ եւ այդ զարհուրելի դեպքը չէր կատարվի։ Բայց եղածը եղել է եւ այսօր դուք պետք է ամենամեծ դժվարությունը հաղթահարեք։ Ցավոք սրտի։ Պարոն Եգանյան, իրավական գնահատականները այսօր ճիշտ ասած մի քիչ շատ բազմա բովանդակ եւ ոչ այդքան հստակ կարող են չէ, որովհետեւ մենք ինքներս չգիտենք գործ հարուցվել է քրեական գործի շրջանակներում ինչ մեղադրանք է առաջադրվել, արդյոք առաջադրվել է թե քրեական մարմինը հաշվի առնելով իր վիճակը հարկադիր բուժման խնդիր է դրել թե ոչ։ Բայց այստեղ ես միանշանակ Տիկին Զինայի կարծիքին միանում եմ, այստեղ այդ տեսակը գիտեք ոնց դա արդեն դա մարդ տեսակ չէ, այսինքն նայեք դուք որ ասում եք ձեր հայրը սպանել է ձեր մորը, դա իրավական առումով այդպես չէ։ Դևի տարբերակը եւ մնացածը դա գիտեք ամեղսունակությունը դա նրանում է կայանում որ մարդը չի գիտակցում իր գործողությունների էությունը եւ չի կարողանում կառավարել դրանք։ Դա է խնդիրը, բայց այստեղ շատ կարևոր է ու մեծ նշանակություն ունի բժշկի դերը, ով որ ընդունել է եւ այդ բժիշկը պարտավոր էր արձանագրել, որ սա այս մարդու հոգեվիճակը հասարակության համար մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև ինչ է նշանակում ցանկանում եք ձեզ փաստաթղթերը տամ թոշակավորելու։ Դա արդեն նշանակում է, որ այդ մարդը լուրջ խնդիրներ ունի, այդ մարդը անգործունակության հետ, քաղաքացիայի իրավական առումով անգործունակության հետ կապված խնդիր ունի եւ ինչ է նշանակում իրեն վնաս տալը ու ձեր այդպիսի անգործությունը, որ մարդը իրեն վնաս է տալիս, դուք միջոցներ չեք ձեռնարկում։ Այստեղ Արտուրը չի մեղավոր, այստեղ հիմնականում իմ կարծիքով բժիշկների անպտության հետևանքն է։ Կարծում եմ դուք ձեր չիմացության զոհն եք, այսինքն թե ժամանակին ու ճիշտ ձեզ տեղեկացնեին, թե ինչ մեծ վտանգ է սպառնում ձեր ընտանիքին, ինչ մեծ վտանգի առաջ դուք կարող եք, ինչ փաստի առաջ կարող եք կանգնել, դուք երևի սիստեմատիկ եւ ստիպողաբար ձեր որդուն կստիպեիք, որ այդ տեղերը խմեր նա, եւ ամենակարևորը հերո կպահեիք ու երևի մասնագիտություն փոխելու խնդիր էլ կլիներ միանգամից, եթե գիտակցեիք հարցի լրջությունը։ Մի բան ձեզ այս պահին կհորդորեմ ու կխնդրեմ, փորձեք որ ձեր թորները ամբողջովին չոր փանան, այսինքն կորցնելով մորը գոնե հոր կերպարը մի փոքր բառ պահեք ու հեչ պարտադիր չէ որ երեխաները խորանան եւ իմանան մանրամասնությունները։ Ես դրա համար ասել էի որ իրանք ավտովթարի են ենթարկվել։ Իհարկե, որտեվ դա ձեզ այլևս չի օգնի, բայց երեխաներին շատ կվնասի։ Արդեն երեխաները գիտեն, բայց թե ես ասում եմ ոչինչ, ձեր պապան հոգեկան հիվանդ է եղել, որտեվ իրանց պապան իրանց ուրիշ ձև է սիրել։ Շատ սիրով ես փոքրիկին ունեցավ, արտակ դրեց անունը։ Հոգեկան հիվանդը բժիշկն է եղել, հարգելիս։ Բժիշկը, որ տեղը տվել է մարդուն, մորն էլ ասել է խնդրում եմ հետևեք որ խմի։
Դու կարծում եք, պարոն Եգանյան, որ սա պարտադիր բուժ։ Ախր սա պետք է հարկադիր բուժման խնդիր առաջանա, այն ինչ որ դուք եք պատմում։ Եթե իրականում ամբողջը այդպես է, այս մարդը հարկադիր բուժման եւ հատուկ տիպի հիվանդանոցային բուժման խնդիր է առաջ գալիս, որ ոչ թե մայրը պետք է ստիպի այդ տեղը խմի, այլ պետք է կողքը լինի այն բժիշկը, որը պետք է հետևի այդ գործընթացը։ Դե իրանց բուժումը 24 օր էր, հետո դուրս գրեցին։ Դա ստրես կենտրոն է, ախր ստրես կենտրոնը իր բուժման հիմնարկը չէր։ Ինչու հենց կինը ընտրվեց թիրախ։ Սա տրամաբանությանը մոտ ինչ որ մի հատ նույն հաջողությամբ ինքը կարող էր այլ հարազատ ընտրել։ Եթե ես լինեի, ես կլինեի։ Ինքը ճիշտ է, միշտ ինձ մայրին ցույց բարի էր ասում։ Բայց ձեր հանդեպ որևէ դրամադրվածություն ագրեսիվ առումով չի եղել։ Ձեր հանդեպ էլ է եղել։ Հանդեպ էլ կար։ Գիտեք ինչ է, այնուամենայնիվ այդպիսի հիվանդությունների պատմությունները առկա են եւ այդ տեսակ հիվանդների մոտ թիրախ է լինում ամենամոտ կանգնած մարդիկ, որոնց նրանք տեսնում են ամենում։ Մորը կասկածել է պարզապես, որ դեղեր եք լցնում ճաշի մեջ։ Ամենասիրելին իր համար Հարցի պատասխանը թե ինչու հենց կնոջ է, որտեվ կիննա թիրախ է, դեպքում կիննա թիրախ։ Լիլիթ, խնդրեմ։ Տիկին ցավակցում եմ ձեզ, շատ մեծ վիշտ է, խորը վիշտ է։ Տվյալ դեպքում ես նույնպես կարծում եմ, ինչպես իմ կոլեգյաները, որ բժիշկների անփութության արդյունքն է եղել սա եւ բնականաբար պարտադիր բժշկական հսկողության տակ պետք է լիներ ձեր որդին նման քայլեր չկատարելու համար։ Այս պահին ընդամենը մնում է, որպեսզի ձեր թորնիկներին որոշակի չափով աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ձեր վիշտը հոգսը թեթևանա։ Իդեպ հենց երեխաների մասին, ինչի պատճառով էլ կիսաբաց լուսամուտներն անդրադառնում է այս հարցին։ Հարգելի հեռուստադիտող, մենք այս թողարկումը տեսագրում ենք դեպքից ընդամենը 3 շաբաթ անց, այսինքն այսօր նույնիսկ չի լրացել մահացածի 40-ը եւ հասկանալի պատճառով է մեր նման մոտեցումը հարցին։ Տիկին Անտոնյան, այսօր իրականում միայն տատի խնամքի տակ են մնացել 13-ամյա, 10-ամյա, 6-ամյա եւ 1.5 տարեկան երեխաները։ Դե գիտեք, ինքը պետք է խնամակալ ձևակերպի, եթե երեխաների արկեր չեն ուզում են մյուս տատիկի մոտ ապրելու, չեն ուզում, ես ինչքան հասկացա, բայց ինչն է պատճառը։ Պատճառը, չգիտեմ, երևի որ ես եմ պահել։ Հայրն է, հա մեղավոր եղել, դա է պատճառ հանդիսացել։ Ուղղակի ժամանակ էլ այտենց կապված, ասենք չեն գնացել էլի, իմի որ թեկուս ինչ որ մի իրանք քույրեր բնականաբար հոգեպես իմ հետ են ապրել, իրանք հիմի մորից առավել կարամ ասեմ, որ ես միտեղ գնայի, պետք է անդադ զանգեն, տատիկ ուր ես, երբ ես գալու։ Ուրեմն ձեր տղան քանի որ հիվանդանոցում է, ինքը պետք է տա համաձայնություն ձեզ, որ դուք դառնաք խնամակալ։ Որտեղ մայրը չկա, ինքն էլ հիվանդանոցում պարկացավ։ Հիմա թե իրան հետո հիվանդ կճանաչի։ Եթե հիմա համաձայնություն տա, արդյոք հետո չի ասվի այն մասին Լիլիթ, որ ինքը հոգեկան ոչ սթափ վիճակում է գտնվել այդ ժամանակ։ Այսօր, քանի որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում, այսինքն անմեղ սունակ է, իհարկե պետք է անպայման խնամակալությունը տրվի ծնողներից կամ հարազատներից ինչ որ մեկին, տվյալ դեպքում տատիկին եւ պապիկին, իսկ երբ արդեն առողջանա, այդ ժամանակ կորոշվի թե խնամակալությունը ումը հանձնել։ Շնորհակալ եմ։ Ես առաջարկում եմ վերջում, ես կխնդրեմ երեխաների մոտ ոչ մի խոսք այն մասին, ինչ եղել է, 4-ից 2-ն են այստեղ, 10-ամյա Ազատուհին եւ 6-ամյա Լիլիթը գալիս են կիսաբաց լուսամուտներ։ Գուցե երեխաներին ծափահարություններ դիմավորենք, որպեսզի նրանք նույնիսկ չհասկանան ինչի էինք այսօր այստեղ։ Ողջույն։ Ողջույն, եմ 10 տարեկան։ Գեցես, շատ լավ արեցիր, որ ինքդ ինքնուրույն վերցեցիր խոսափողը։ Կպատմես ինձ քո ու Լիլիթի մասին մի քիչ, ինչով եք զբաղվում, ինչ եք սիրում, ինչ եք արել օրինակ այսօր։ Ես գնում եմ դպրոց, Լիլիթիկը այս տարի պետք է գնա։ Դու ես պատրաստվում նրան դասերը սովորեցնել։ Այո։ Հա? Իսկ Միլենան օգնում է քեզ այդ հարցում։ Այո։ Մեկ-մեկ կա, որ քույրիկս է օգնում։ Համերաշխ քույրիկներ եք դուք, թե իրար այնուամենայնիվ Համերաշխ։ մազմուզ քաշում եք։ Համերաշխ։ Չէ, համերաշխ եք։ Լավ, ինչ ես երազում դառնալ, ինչ մասնագետ։ Ես երազում եմ դառնալ դերասանուհի։
Չհետաքրքիր է։ Ինչու ես ընտրել հենց դերասանուհի մասնագիտությունը։ Դե շատ եմ սիրում այդպիսի բաների ես։ Օրինակ, որ դերասանուհի ես տեսել, որ ոգեշնչել է քեզ։ Օրինակ Մարիամին։ Մարիամի։ Այո։ Դե մենք ունենք ժամանակ դեռ հասկանալու համար, թե ով է Մարիամը եւ ինչու էր նա քեզ ոգևորել։ Ես քեզ առողջություն եմ մաղթում եւ որպեսզի դու ուշադիր լինես թե Լիլիթի եւ թե կրծեր եղբորդ հանդեպ Արտակի, լավ։ Ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար։ Ես հուսով եմ, որ ձեր արձագանքը եւս չի հապաղի, եթե դուք էլ ցանկություն ունեք կանգնելու այս ընտանիքի կողքին 060 50 33 17 մենք սպասում ենք ձեր արձագանքներին։ Ցտեսություն։